Հոգևորականներից մեկը մեզ ասաց, որ իրենք հոգևորականները պետք է սպասեն մինչև եպիսկոպոսատ ժողովն ավարտվի, իսկ աշխարհիկներն արդեն հեռանում են այս տարածքից։ Այս եկեղեցին մի տեսակ շատ անսասան դիմացավ այդ գրոհին, երբ ձեռքերով կոտրում էին եկեղեցու դուռը, հարվածներով ուղղակի ամեն կերպ փորձում էին այդ գրոհի ժամանակ դուռը բացել։ Շատ ցավալի էր, հատկապես որ կաթողիկոսն էլ եւ բոլոր հոգևորականները ներսում էին, անհասկանալի էր նրանց նպատակը, բայց հետաքրքիր էր, որ դուռը ներսից բացվեց, նրանք չթաքնվեցին փակ դռան հետևում, բացվեց դուռը եւ հենց իրենք էլ կարողացան իրենց ուժով դուրս մղել։ Նոր մի հոգևորական ինձ ասաց, որ դուռը, վանքի դուռը ջարդում էր, Սուրբ Էջմիածնի եկեղեցու դուռը փորձում էր կոտրել Թալինի քաղաքապետը։ Մենք շատ դեմքեր ենք այստեղ նկարել, շատ մարդկանց ենք նկարել եւ եթե սա իսկական գրոհ չէ եւ մի քանի տեսակի օրենքների սահմանադրության լուրջ խախտում չէ, ապա պետք է այդ մարդիկ կրեն պատասխանատվություն այն ծանր օրվա համար, որ տեսավ ապրեց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Ներսում ընթանում է հոգևոր ժողովը, արդեն մարդիկ գնացել են, եւ կողմերը եւ դեմերը համարյա, հիմնականում նրանք ովքեր գոռում էին հեռացիր, նրանք են հեռացել արդեն այս տարածքից։ Քիչ մարդ է մնացել, ոստիկաններ չկան, ոստիկանների ղեկավար մարդկանցից մոտեցել են, լրագրողների հետ զրուցում են, ասում են, որ արեցին ինչ կարող են, բայց մենք կարող ենք, չեմ կարող չնկարել, ես եկել եմ, որ նկարեմ, կներեք, բոլորին նկարում եմ, ովքեր այստեղ կան եւ պետք է նկարել, ես արդեն չեմ նայում նրանց ցանկությանը, ուզում են նկարվել, թե չէ, եթե եկել են ակցիայի, ուրեմն պետք է պատրաստ լինեն նկարվելու, որովհետեւ մենք պետք է ցույց տանք ինչ է կատարվում այսօր այստեղ եւ մենք պետք է ընդունենք, որ սա իրադարձություն է, որը կլինի հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատմության էջերում անպայման տեղ կգրավի եւ ովքեր որ չեն ուզում նկարվեն, ուղղակի չպետք է գտնվեն այս տարածքում։ Ներողություն, ես մի բան հարցնեմ, էլի ներսում հոգևոր ժողովը ընթանում է։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Բա ոնց իմանանք, սպասենք, չսպասենք։ Կներեք, ներսում հոգևոր ժողով է, թե ժողով չէ։ Ժողով կա ներսում, կներեք։ Չեք ասում։ Հա, ներսից վեհարանից դուրս եկան հոգևորականներ, բայց մենք չենք կարողանում ճշտել ներսում հոգևոր ժողով ընթանում է, թե ոչ։ Արդեն շատ քիչ մարդ է մնացել եւ անհասկանալի մնաց այդ գրոհի իմաստը, որովհետեւ ինչ նպատակով էր գրոհը տեղի ունենում, ինչի կարող էր դա հանգեցնել, ինչ հաղթանակի դա կարող էր բերել գրոհողներին, պատասխան չունի այդ հարցը։ Ահա ես ցույց եմ տալիս վեհարանը։ Այս տարածք սովորաբար աշխարհիկ մարդիկ մուտք չեն գործում։ Ճիշտ եմ, չէ՞ ասում, որ աշխարհիկ մարդիկ չկան այս տարածքում։ Այս տարածքում միայն հոգևորականներ կարող են մուտք գործել, համենայնդեպս այդպես է կարգը եղել միշտ։ Եվ մենք տեսնում ենք, որ հիմա կարգերի փոփոխության ժամանակներ ենք, կարգերը փոխել փորձելու ժամանակներ ենք ապրում, բայց ժողով է արդյոք վեհարանում, թե ոչ դա հայտնի չէ։ Երկարատև ուղիղ հեռարձակում ենք ունեցել, ցույց ենք տվել ինչ է կատարվել։ Հիմա արդեն այստեղ հանգիստ է, եկեղեցին անսասան է, ուժեղ է եւ նրանք ովքեր հիմա այստեղ են, ես նոր զրուցում եի, ուղղակի չեմ ուզում մարդկանց նորից անհանգստացնել, բոլորը փաստում են, որ գրոհողները ձախողվեցին, կարելի ասել նույնիսկ խայտառակ ձևով ձախողվեցին եւ հեռացան այս տարածքից։
վեհափառ հայրապետին պաշտպանողները շատ ավելի մեծ քանակով էին այստեղ ներկայացած, շատ մարդիկ էին այստեղ աղոթում, երգում, վանկարկում վեհափառ եւ բողոքավորների ձայնը չէր լսվում ուղակի, չնայած նրանց ջանքերին եւ նրանց խիստ նյարդային իրավիճակին։ Այսօր այսքանով ուզում ենք ավարտել մեր հաղորդումները Մայրաթոր Սուրբ Էջմիածնի այս տարածքից, այստեղ փոթորկից հետո հանգիստ է տիրում։ Պետք է ասեմ, որ այդ գրոհի պահը հիմնականում հենց այս կամարների ներսում էր եւ դա երկար չտևեց, դա ինչ որ այսպես հուսահատ քայլ էր իրավիճակը իրենց ձեռքը վերցնելու վեհափառի դեմ այստեղ հավաքված մարդկանց հուսահատ քայլներ, ցույց տալու, որ իրենք շատ են, ուժեղ են, որ իրենք ինչ որ բան կարող են անել եւ կարող են կատարել հանձնարարությունը, որը ստացել են թերևս, բայց նրանց դա ամենևին չհաջողվեց, որովհետեւ երբ ջարդում էին այս դռները բացվեցին եւ ուղղակի դռները բացվելուց մի քանի րոպե հետո նրանք արդեն շատ հեռու էին այս տարածքից, ներսից հավատացյալները ուղղակի այսպես հոց բազմությամբ դուրս եկան եւ քշեցին տարան այդ, ես ցույց եմ տալիս դուռը, այս դուռը, որ շատ բան է տեսել, բայց երևի մոռացել էր, որ կարող է նաեւ հայ մարդը փորձել թակելով, ջարդելով բացել այդ դուռը։ Սա ցավալի օր է Մայրաթորի համար, ցավալի օր է այս հինավուրց եկեղեցու համար եւ կարող ենք ուղակի փաստել, որ ովքեր որ այս միջոցառումը կազմակերպել էին, նրանք ուղակի ձախողեցին։ Այս հաղորդումը ներկայացրեց Շաքե Ավոյանը։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։